Ես ունեմ մի քանի հարց, առաջինը վերաբերում է նրան, որ դուք հանձնաժողով չներկայացրեցիք, մշակույթի հանձնաժողով չներկայացրեցիք Արդարադատության նախարարության եզրակացությունը։ Ես ուզում եմ հասկանալ, կա այդ եզրակացությունը, թե չկա Արդարադատության նախարարության։ Ձեր մեյլերում կան Արդարադատության եզրակացություն, այո կա, ցանկացած բան, որը գալիս է նախագիծ։ Մենք նայել ենք, չկա այդ մեզ ուղղված փաստաթղթերում հանձնաժողովի չկա այդ եզրակացությունը։ Այո կա։ Դե կա, ուրեմն խնդրում եմ այսօր ներկայացրեք ավականու անդամներին։ Ներկայացնենք։ Հաջորդը դուք հաշվել եք, թե որքան բնակիչ է ապրում Լենինգրադյան փողոցի վրա, քանի տասնյակ հազար մարդ է ապրում եւ որքան գույքի վերահասցեագրման, այսպես խնդիրներ, անձնագրերի հետ կապված խնդիրներ եւ անհարմարություններ կարող են առաջանալ այս դեպքում։ Եվ երրորդ հարցը, դուք չեք կարծում, որ Քրքորյանը այո Լինսի հիմնադրամով շատ լուրջ ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում եւ հատկապես Երևան քաղաքում եւ ավելի պատվավոր չէր լինի նրա անունով անվանակոչել այն փողոցը, այն կամուրջը, այն մայրուղին, այն քաղաքի այն հատվածը, որի մեջ նա ունեցել է ներդրում, որի հետ նա ուղղակիորեն կապ է ունեցել եւ այսպես անկապ Լենինգրադյան փողոցը գուցե այդ փողոցում ինքը միատ չի էլ քայլել, ոչ էլ տեսել է, ոչ էլ տեղյակել, որ այսպիսի փողոց կա։ Ինչու անկապ այդ մարդուն վերագրել եւ ամրագրել այդ փողոցին։ Շնորհակալություն, վերջից գամ, դուք նշեցիք, որ Լենինգրադյան փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ են ապրում, հա, երկու հարցեր Այո, եւ դուք անվանում եք Լենինգրադյան փողոցը անկապ փողոց, ցավում եմ, որ այդքան բնակիչների ապրելու տեղը դուք անկապ եք անվանում։ Երևանի Լենինգրադյան փողոցը Երևանի ամենագլխավոր փողոցներից մեկն է, Երևանի սրտում, որտեղ նաեւ Կարեն Դեմիրճյանի հուշարձանն է, որտեղ Համալիրն է, որին հարող, որտեղ Մոնտեմելքոնյան փողոցն է, որտեղ Ծիծեռնակաբերդն է վերջապես։ Լենինգրադյան փողոցը Երևանի ամենագլխավոր փողոցներից մեկն էր։ Ճիշտն ասած, Քրքորյանի անունով փողոց անվանակոչելու սկզբում մենք մտածում էինք բերենք Քրքորյանի անունով անվանակոչելու Լենինգրադյան փողոցը, թե Մոսկովյան, բայց այնուամենայնիվ, քանի որ կար պահանջ Լենինգրադյան փողոցը անվանափոխելու, մենք Մոսկովյանը չբերեցինք, բերեցինք Լենինգրադյանը։ Ինչ վերաբերվում է տասնյակ հազար քաղաքացիների անձնագրերում անվանափոխությունը, դուք այդ հարցը նաև տվեցիք հանձնաժողովի նիստին, ցավում եմ, որ այնտեղ չֆիքսեցիք, ձեր խմբակցության մյուս բոլորիս, հա, ավականու անդամների բերած ցանկացած նախագիծ, եթե դա կոչվում է X վարչական շրջանի համար էս ինչ փողոց, այդ դեպքում էլ անձնագրերում փոփոխություններ են, կարիք են լինում փոփոխություններ անելու, բայց դա արվում է այն նույնն է, ինչ անվանափոխության ժամանակ, բայց այս դեպքում անձնագրերում, փաստաթղթերում անվանափոխման կարիք չի լինում մինչև այն պահը, երբ այդ բնակարանը չի վաճառվում, վաճառքի դեպքում է, երբ վկայական է փոխվելու, այդ ժամանակ է նոր փաստաթղթային փոփոխություն անհրաժեշտ լինում։ Շնորհակալություն Տիկին Խաչատրյան, ելույթների համար հերթագրում։ Դա հարց ու պատասխան էր համարյա Տիկին Մելիքյանը, հարց չկա, լավ, արձագանք է։ Դուք շեղեցիք եւ մանիպուլացրիք իմ ասածը, ես չեմ ասում Լենինգրադյան փողոցն է անկապ փողոց, ես ասում եմ Քրքորյանը կապ չունի Լենինգրադյան փողոցի հետ եւ անկապությունը ձեր առաջարկի հիմնավորման մեջ է, որ չկա։ Ես այս առումով էի ասում։ Սա մեկ մի րոպե ներողություն, ես արձագանքում եմ։ Եվ հաջորդը, որ ասում եք Արդարադատության նախարարությունը, ես խիստ կասկածում եմ, որ դրական եզրակացություն է տվել, որովհետև ես ընդամենը մի քանի ամիս առաջ նախագիծ էի ներկայացրել Կոնյակի գործարանի դիմացի շատ փոքրիկ փողոցը, որտեղ գրեթե մարդ էլ չի ապրում, երևի 1 տասնյակ բնակարան լինի, թե չէ, բնակելի տուն, բայց պատճառաբանել էր գույքերի կառավարման, անշարժ գույքի կառավարման վարչությունը մեր, ես չգիտեմ, ուղարկել էր Արդարադատության նախարարություն, չէր ուղարկել, համենայն դեպս մեր նախագիծը, պատճառաբանել էին, որ այդտեղ մի քանի բնակելիներ կան, որոնք Իսակովի
փողոցի անունով են հասցեագրված եւ վերահասցեագրելը անհարմարություն կառաջացնի մեր բնակչության մեջ։ Այսինքն այդ մի փոքր թվի պարագայում մեզ փաստորեն աննպատակահարմար էին համարել եւ մենք հետ կանգնեցինք, որպեսզի մեր բնակիչները անհարմար վիճակի մեջ լինեն, բայց հիմա դուք այդ հսկայական ես չգիտեմ, քանի տասնյակ հազար մարդ է ապրում այդ փողոցում եւ այդքան մարդու անհարմարություններ եք ստեղծում այդքան մարդկանց համար։ Մնացածը ելույթից չգիտեմ արդարադատության նախարարությունը ձեզ ինչի է տենց պատասխանել, արդարադատության նախարարությունը մեր նախագծին տվել է դրական եզրակացություն, ձեր կասկածները փարատելու համար հիմա կբերեն արդարադատության նախարարության, դրական եզրակացությունը եւ ձեր կասկածները հուսով եմ կփարատվի։ Ինչ վերաբերվում է Լենինգրադյան փողոցում եղել է Քրքրքորյանը թե չէ, առանց Քրքրքորյանը Հայաստանի Հանրապետության բոլոր անկյուններում է, Քրքրքորյանը Հայաստանի Հանրապետության համար արել է ավելին, քան արել են շատ շատերը, եւ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած տեղ Քրքրքորյանի անունը եթե լինի, դա նույնիսկ եթե ինքը այնտեղ եղած չլինի, արժանի է։ Լենինգրադյան փողոցն էլ Երևանի գլխավոր, ամենակարևոր փողոցներից մեկն է եւ դրա համար առաջարկվել է անվանակոչել հենց այդ կարևոր մարդու անունով։ Հանձնաժողովի նիստում դուք նույնիսկ ձեր խմբակցություն անդամներից համեմատեցին, ասեցին ինչի Լենինգրադյանը, այլ ոչ թե Սեբաստիան, սա մարդիկ արժեքներն են իրենց պահում, Լենինգրադը երբ անվանափոխվել է դառել է Սանկտ Պետերբուրգ, այնտեղ Լենինգրադյան փողոց են պահել ու մարդիկ իրենց արժեքներն են պահում, դուք կարևոր արժեքները, այլազգի վերեցիք համեմատական տարակ ձեր ազգի կարևոր արժեքներից մեկը եւ ասիկ Լենինգրադյանի փոխարեն ավեհենա անվանափոխեք Սեբաստիան։ Այդ է ձեր արժեք համակարգը, այդտեղ է ձեր հայրենիքը։